Պարոն Մելիքյան, օրերս Վրաստանի նախագահն էր Բաքվում, այնուհետև Երևանում շատ հետաքրքիր ազդակներ փոխանցեց, որ Վրաստանը պատրաստ է կամուրջ դառնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համատեքստում։ Նախ ընդհանուր առմամբ ինչպես կգնահատեք հանդիպումները եւ այցելությունները եւ ինչ ազդակներ եք ստացել։ Նախ ասեմ, որ ինքը շատ սիմվոլիկ էր եւ կարեւոր, քանի որ ընտրվելուց հետո առաջի այցն էր Հայաստան, պաշտոնական այցներ, որի շրջանակներում բոլոր այն անելիքները, հանդիպումները, որոնք պիտի տեղի ունենային, Ծիծեռնակաբերդի այցելություն, ամեն ինչ արվել է եւ նույնիսկ որոշ հայտարարություններ են արվել։ Տեսեք, Վրաստանում ձևավորող արտաքին քաղաքականության եւ իրականացնող կառավարությունն է, բայց քանի որ այս նախագահն ի տարբերություն նախկին նախագահների թիմի հետ շատ ակտիվ համագործակցում է, ուստի նաև շատ կարևոր է, որ ինքը հավելյալ մի գործոն է եւ հավելյալ մի լծակ է մեսիջներ ուղարկելու եւ այս պարագայում մենք տեսանք, որ Վրաստանը շարունակում է դիտարկել իրեն որպես այն պետություն, որը կարող է հարթակ տրամադրել եւ իրենք պատրաստակամությունը հերթական անգամ շեշտեցին, բայց մյուս կողմից հստակ պետք է հասկանանք, որ այսօր տրամաբանությունը բանակցությունների արդեն այնպիսին է, որ կան երկկողմանի, երկու պետությունների միջև հանդիպումներ, նույնիսկ սահմանային, ուստի միգուցե եթե պահանջարկ կլինի Վրաստանի այդ հարթակի փաստաթուղթը ստորագրելու խաղաղության կամ այլ ինչ-որ մի հանդիպում ունենալու, եթե կողմերը դեմ չլինեն, Վրաստանը եւս կարող է դիտարկվել, բայց մյուս կողմից շատ կարեւոր վերջերս տեղի ունեցած փոխարգործ նախարարների հանդիպումը, որը բանակցային կամ խաղաղության process-ից դուրս էր, որը միտված էր այսօրվա իրավիճակի գնահատման եւ ապագային միտված ինչ-որ քննարկումների կամ օրակարգի ձևավորման ուղղությամբ, ուստի առաջինն է եւ հույս ունենանք, որ կշարունակվի եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ հստակեցնել, որ Վրաստանը այսօր այդ բարդ արտաքին հարաբերություններ ունենալով իր արևմտյան գործընկերների հետ ավելի է տարածաշրջանացնում իր քաղաքականությունը, ինչը ունի թե դրական, թե բացասական, կողմեր, դրական այն է, որ ինքը նախաձեռնում է նաեւ այսպիսի հանդիպումներ, բայց բացասական այն է, որ հարևան երկրների կարևորությունը էլ ավելի է ավելանում, ուստի մեր համար այո, կարևոր է տարածաշրջանում հարևանություն անելը, նոր օրակարգ ձևավորելը, բայց մյուս կողմից ոչ պակաս կարևոր է, որ Վրաստանը կարողանա վերականգնի իր հարաբերությունները Եվրոմիության հետ, ԱՄՆ-ի հետ, ինչը նաև մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տեսանկյունից շատ կարևոր բաղադրիչ է, քանի որ Վրաստանի հետ միասին մենք ավելի շատ անելիքներ ունենք եւ ավելի տեսանելի ենք Բրյուսելի եւ Վաշինգտոնի համար, քան թե առանձին ամեն մեկս մեր ուղով, Վրաստանի հետ հարաբերությունները նաև վերջին շրջանում նկատում ենք, որ նոր փուլ է մտել, նախ ինչով է դա պայմանավորված եւ որքանով է Վրաստանի համար կարևոր, որ հարևանները, այսպես ասած, միմյանց հետ խաղաղ լինեն, լինի տարածաշրջանում խաղաղություն։ Ինչու է դա պետք Վրաստանին։ Քանի որ տարածաշրջանի մի մասն են, ունեն հայ եւ ադրբեջանցի քաղաքացիներ, ուստի տարածաշրջանային կայունությունը եւ խաղաղությունը ուղիղ կապ ունի իրենց տնտեսական աճի եւ զարգացման հետ, ուստի կոնֆլիկտայնությունը ներդրումների հոսքը պակասեցնում է, եթե երբ որ հասնենք կայուն խաղաղության, ուստի այդ պարագայում Վրաստանը էլ ավելի շահեկան դիրքերում կլինի։ Այդ իրենց ազգային, այսպես ասենք, ազգային շահերից է բխում։ Որպես տարանցիկ երկիր Վրաստանի համար կարևոր է, որ օրինակ բացվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երթուղիները, այսպես ասած, դրանից ինքը չի տուժում։ Տուժում է, մարտահրավեր է, բայց դե այստեղ ավելի պրոակտիվ պիտի լինեն իրենք, քանի որ 30 տարի իրենք օգտվել են այս կոնֆլիկտից եւ ճոճապով ռիսկայնություն ունենալով, պահելով իրենք կարողացել են տնտեսական աճ ունենալ եւ կենտրոնացնել ենթակառուցվածքները իրենց տարածքում։ Հիմա չի ասի, որ հեռանկարները այնպիսին են, որ շուտով մենք կարող ենք այլընտրանքային ուղիներ ունենանք, բայց դե ապագայում եթե այդ ամենը տեղի ունենա, Վրաստանի համար մարտահրավեր է եւ Վրաստանը պիտի դրա համար ավելի ներառական լինի, ավելի ակտիվ, պրոակտիվ լինի այս հարաբերություններում մեր պետությունների հետ, որ նոր նախագծերում 3 պետություններով հանդես գանք եւ միտեղ կորցնելով ինքը մյուս ուղությամբ ինչ-որ բան ձեռք բերի եւ մինիմիզացնի ռիսկերը, այսպես ասենք։ Դրա համար այս մոտեցումը իրենք ունեցել են եւ փորձում են այսօր ցույց տան այդ նեյտրալությունը
եւ դրան նաեւ նպաստեց այն փաստը, որ նախորդ վարչապետի օրոք պատրաստվեց եւ ստորագրվեց այն հռչակագիրը, որով մենք հռչակեցինք ռազմավարական բնույթ հարաբերությունների, դեռևս անելիքները շատ են, այս ուղղությամբ, բայց քաղաքականապես հավասարացվեցին, հարաբերությունները Ադրբեջանի հետ եւ Հայաստանի հետ իրենց։ Ուստի այստեղ իրենք ավելի մանևրի հնարավորություն ստացան, բայց չի ասի, որ այսօր շատ իդեալական ամեն ինչը եւ իրենք կարողանում են 100%-ով այդ նեյտրալությունը պահպանեն։ Որոշ դեպքեր են լինում, որոշ միջոցառումներ են արվում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Վրաստանում, որը հնարավոր է դառնում այսօր, միգուցե մոտ ապագայում հնարավոր չլինի, բայց այստեղ այդ քայլերով, այդ քաղաքականությունը կարող է ցույց տա իրոք ինչքանով է Վրաստանը այս հարցերին նեյտրալ վերաբերվում եւ դա էլ նաեւ իրենց կշիռը կբարձրացնի երկու մայրաքաղաքներին եւ առաջին հերթին Հայաստանի աչքերում եւ նաեւ ավելի իրական կդարձնի այդ հարթակին դիմելու ցանկությունները։ Պարոն Մելիքյան, մեկ բան է ցանկությունը, մեկ այլ բան է գործողությունները։ Վրաստանը այսօր այդ ներուժը ունի որևէ կերպ ներազդելու կամ ազդելու հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա եւ մասնավորապես խաղաղության պայմանագրի վրա, որպեսզի այդ պայմանագիրը կյանքի կոչվի։ Չէ, այսօր մենք խոսում ենք Վրաստանի կոնտեքստում, զուտ հարթակ տրամադրելուց։ Երևի թե կարելի ասել այսօր կան երկու խաղացողներ, որոնք կարող են ազդել Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն են, եւ այս պարագայում Հայաստանը եւ Ադրբեջանը երկկողմանի բանակցությունների ֆորմատի մեջ տեղավորվեցին եւ այսօր դեռևս չի ասի, որ ինչ-որ պրոգրես կա, վերջի ամիսներին մենք տեսնում ենք, որ ոչ այդքան կառուցողական է Բաքվի դիրքորոշումը, ուստի դեռևս Վրաստանի, առնվազն Վրաստանի պարագայում մենք Վրաստանը կարող ենք դիտարկել որպես վայր, որպես հարթակ, որտեղ կողմերը կարող են հանդիպել հավելյալ հարցեր քննարկեն, եթե որոշվի, որ սահմանին չեն, ասենք հանդիպում, եւ միգուցե ապագայում, չգիտեմ, եթե որոշվի, ասենք, չգիտեմ, Ալմատան կամ Թբիլիսին ստորագրելու համար, ապա այս տարբերակով, բայց որպես խաղացող, որը կարող է կողմերին էլ ավելի ուղղորդի ստորագրման ակտիվացնի process-ը որևէ ձևով իրենք ոչ հնարավոր ոչ ցանկություն ունեն, այսպես ասենք, իրենք հստակ միշտ ֆիքսել են, որ իրենք բարի կամեցող հարևան պետություն են, որը բոլոր հնարավորությունները իր կարող է տրամադրել, որ կողմերը առնվազն նստեն եւ բանակցեն, որ խաղաղություն, առնվազն պատերազմ չլինի։ Կուզենամ ամփոփեք Վրաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները եւ եկավ վրացական երազանքը եւ հայտարարեց, որ դեպի Եվրամիություն գնալու բանակցությունները մինչեւ 2028 թիվը դադարեցնում են եւ մենք տեսնում ենք, թե ինչ խմորումներ են տեղի ունենում Վրաստանում։ Այս ամենը ինչ ռիսկեր ունի նաեւ մեզ համար եւ դուք ինչպես եք գնահատում Վրաստանի վերցրած այս կուրսը, այսինքն Հայաստանի համար ավելի շահեկան է Վրաստանի այս կուրսը, թե հակառակը, երբ որ Վրաստանը ավելի մերձ կլինի Եվրամիության հետ։ Տեսեք, երկու ուղղություն կարելի է այստեղ առանձնացնել։ Մի կողմից այն ճնշումը, որը Բրյուսելից եղավ Թբիլիսիի վրա, չի ասի, որ դրական է, եւ ապագայում կարող էր նաեւ լինել մեր վրա։ Վրաստանը հարվածը վերցրեց իր վրա։ Մյուս կողմից այս ամենը ինչ տեղի է ունենում, ինքը պարզ է, որ բացասական ազդեցություն է ունենում, քանի որ մինչև Բրյուսելում չվերադառնան այն տրամաբանությանը, որ այս երկրները, այս տարածաշրջանի, որոնք հեռու են գտնվում, Մոլդովայի պես աշխարհագրորեն մոտիկ չեն գտնվում եւ կա տնտեսական ազդեցությունը Ռուսաստանի, կան այլ գործոններ, չպիտի օգտագործվի հակառուսական այդ քաղաքականության մեջ։ Եկեք հստակ ֆիքսենք, որ Եվրոմիության որոշ պետություններ, Եվրոմիությունը անուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ եւ պարզ է, որ իրենք կարող են պահանջել տեխնացու երկրներից կամ իրենց ձգտող երկրներից ավելի կոշտ հակառուսական քաղաքականություն, բայց մերպիսի պետությունները չունեն այդ շռայլությունը կամ նույնիսկ ցանկությունը լարվածության գնալու, կոնֆլիկտի գնալու Ռուսաստանի Դաշնության հետ, ուստի այս պարագայում Վրաստանի վարչապետի հայտարարությունը համարում եմ տրամաբանական, որ իրենք շարունակելով եվրոինտեգրումը իրենց կողմից չեն նախաձեռնի
անդամակցության բանակցությունների սկիզբը միջև Բրյուսելը իր քաղաքականությունը չփոխվի, հա։ Այդ հայտարարությունը այս կոնտեքստում էր արվում, ոչ թե դադարեցման, բայց դրանից հետո այն ինչ որ Բրյուսելից հնչեց, այն ճնշումները, որ շարունակվեցին, այն օրենքները, որոնք այս իշխանությունները արդեն ընդունեցին, շատ-շատ բարդացրեցին այս իրավիճակը եւ այսօր դե ֆակտո մենք ունենք մի իրավիճակ, երբ որ թե Բրյուսելի հետ, թե Վաշինգտոնի հետ ամենացածր մակարդակի են հարաբերությունները, նույնիսկ ճգնաժամային այս անկախությունից այս կողմ, մյուս կողմից արդեն տարածաշրջանային գործընթացներում արդեն հա այդպիսի մի իրավիճակ է, երբ որ շատ կարևոր կլիներ, որ Բրյուսելում ինչ-որ ձևով վերանայեին հա մոտեցումները եւ Վրաստանի ներքաղաքական process-ների մասով շատ կարևոր է, որ կա մի կուսակցություն առնվազն ընդդիմությունից Գախարիայի կուսակցությունը, որը չի հրաժարվի մանդատներից եւ դեռևս այստեղ տեղ կա, որ իրենք մտնեն պարլամենտ եւ լեգիտիմացնեն, այսպես ասենք, հա, արևմուտքի աչքերում այդ պարլամենտի աշխատանքը եւ ինչ որ ձևով մինիմում մակարդակի այս հարաբերությունները վերականգնվեն արևմուտքի հետ, ինչը մեր շահերից է բխում եւ կարող է նաեւ այս ամենը բարենպաստ ինչ-որ պայմաններ ստեղծի երկու պետությունների եվրոինտեգրման գործընթացում։ Նաև ինչ հետևություններ կարող ենք անել մենք մեզ համար, որովհետև գիտեք, մեզ մոտ էլ Հայաստանում արդեն օրենքի ուժ է ստացել դեպի Եվրամիություն գնալու այս նախաձեռնությունը, ինչ հետևություններ պիտի անենք Վրաստանի հետ համեմատության մեջ դնելով մեզ։ Հետևությունը նա է, որ մենք հարաբերություններ զարգացնում ենք կոնկրետ պետությունների կամ կառույցների հետ, իշահ մեր հարաբերությունները, այլ ոչ ի վնաս կամ իդեմ այլ պետությունների կամ կառույցների, հա, այդ տրամաբանությամբ պետք է աշխատել, պետք է ցույց տալ եւ վարչապետի Էստոնիայում արված հայտարարությունները պիտի իմ կարծիքով մեր արևմտյան գործընկերները հասկանան հստակ, որ Հայաստանը արևմուտքի հետ, Եվրամիության հետ, անդամ պետությունների հետ զարգացնում հարաբերությունները իշահ Հայաստանի եւ այդ պետությունների, խորացնելով այս հարաբերությունները, այլ ոչ թե հակադրվելով Ռուսաստանի կամ այլ պետությունների, հա, քանի որ երբ որ նեգատիվ կոնտեքստով ես այս ամենը անում, դու արդեն երկու կողմից ճնշման տակ ես գտնվում եւ գալիս է մի հա վրացական սցենարի հավանականություն։ Երբ որ ավելի զգուշ ես, ապա փորձում ես բալանսի բերես հարաբերություններդ եւ հարվածից քեզ դուրս բերես։